Մարդն է, եւ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել աշոտ-աշոտիկ։ Եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնք ես ուղղակի բառապաշարը հարիր չի ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, ինչքան էլ մենք փորձել ենք, հա, ավելորդ բառերը մեջից բազմակետերով զտել, որպեսզի չվիրավորենք ոչ մի լսողություն։ Ամեն դեպքում այդտեղից ձեզ համար պարզ կլինի, որ Սլավիկն ինքն ասում է, որ աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց, դրա համար ճիշտ է, որ Աշոտը սպասի մեկ այլ տեղում, եւ հետո հետ է գալիս, ասում է այսքան թիվ ուզեց, եւ մենք հաջորդ օրը պատրաստ, եւ մենք այդ բառը ընդգծել ենք խոսակցության մեջ եւ վերցրել ճակերտներում, պատրաստ պիտի գնանք իրեն հանդիպենք, եւ հանդիպումը կայանում է, եւ հանդիպման առաջին զանգը Պարոն Աղազարյանն է հնչեցնում։ Բացի դրանից, երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել, բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսը զանգեր է ունեցել։ Դրա մասին երկու պատգամավորներն էլ բարձրաձայնեցին իրենց ելույթներում։ Այսինքն այստեղ հատվածական եւ վերացարկված փաստական տվյալները իրարից որ ներկայացնեք, իհարկե ստացվում է, որ դե երկու հոգի իրենց համար խոսել են, չէ։ Երկու հոգի պայմանավորվել են, որ որոշակի առավելություն ստանալու դիմաց ազգային ժողովի падգամավորը պետք է իր պաշտոնեական լիազորությունները օգտագործի։ Պարոն Աղազարյանը շահարկում ասում է, այ հիմա դուք ինձ թույլ կտաք, որ քրեական հետապնդում հարուցեն, եւ դրանից հետո ինձ կտանեն ու կկալանավորեն։ Ես նորից պիտի հիշեցնեմ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը եւ ասեմ, որ որպեսզի ես կարողանամ ազատությունից զրկելու հետ կապված որևէ խափանման միջոց, այո, դուք պետք է թույլ տաք, եւ եթե տեսնում եք, ես ոչ մի նման միջնորդություն չեմ ներկայացրել։ Պարոն Թունյանը նշեց Վճռաբեկ դատարանի որոշման մասին։ Պարոն Թունյան, շնորհակալություն, որ որոշման մասին խոսելու հնարավորություն տվեցիք ինձ։ Ես կխնդրեմ այնտեղ ուշադրություն դարձնեք, որ դատարանը արձանագրել է, որ խախտումը վերածվել է դատախազության կողմից։ Ուղիղ արձանագրել է։ Եվ նաև արձանագրել է, որ մեղքի հետ կապված որևէ դիտարկում չունի, որովհետև օբյեկտիվ փաստական տվյալներով, ներքին դիտման արդյունքներով է հիմնավորվում։ Պարոն Գաբրիելյան, դուք նշում եք ինչ եղան Չարչյանի եւ մյուսի գործերից, կհիշեցնեմ քանի падգամավոր էին։ Արմեն Գևորգյանը դեռևս չկա այդ ցանկում։ Սեյրան Օհանյանն է եւ վերաբերում էր Զորամասի, կհիշեք երասխմեք Զորամասը։ Ասեմ ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին մենք նաեւ հայցով էինք մտել դատարան, որտեղ հիմնական գործը քրեական վարույթի շրջանակներում կրկին առաջինացյանի դատարանում քննության փուլում է եւ դատարանը անվավեր է ճանաչել Պաշտպանության նախարարի եւ անձի միջև պայմանագիրը եւ դրա հիման վրա ասել, որ դրան հաջորդող սեփականության իրավունքի գրանցումը եւս անվավեր է։ Դա նշանակում է, որ եւս մի փաստ, որ ես այստեղ չեմ եկել ժամավաճառությամբ զբաղվելու եւ ձեր ժամանակը խլելու։ Արմեն Չարչյանի վերաբերյալ գործը, որը վերաբերում էր հաց բերողին, հիշեցնեմ ձեզ, երկու փորձաքննություններին էր վերաբերում դատաբժշկական, որոնք հակասում էին իրար։ Արմեն Չարչյանը չէր համաձայնվել, որպեսզի վաղեմության հիմքով վարույթը արչվեր եւ պնդում էր դատաքննության։ Հիմա դատաքննությունը ընթանում է։ Իդեպ դրմբաց դատաքննությունն է, կարող եք հետևել։ Եվ այս պահին, քանի որ ես ենթադրում եմ, որ նման հարցադրում կլինի, առավոտյան ճշտել եմ, որ երկու փորձաքննությունների կեղծ լինելու վերաբերյալ հենց ապացույցների հետազոտման փուլն է։ Ինձ թվում է հետաքրքիր կլինի լսել այդ դատավարությունը։ Իդեպ Սեյրան Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ դատավարությունը բաց չի, որովհետեւ եթե հիշում եք, այնտեղ մի դրվագ կար, գաղտնի էր, այդ պատճառով միացվեց իրար, վարույթները գաղտնի են, դրա համար չեմ կարող ձեզ լրացուցիչ տեղեկատվություն կալ։ Եթե ինչ-որ մի հարցի մասին կմոռանամ ասել, խնդրում եմ ինձ հիշեցրեք հարցը, բայց ինձ թվում է բոլորը նշել եմ։ Պարոն Թադևոս Ավետիսյանը երեկ ասեց, ինչու անձը չի հարցաքննվել երկրորդ $23,000 կաշառքի շրջանակներում։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասելու է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Դրա համար ես եկել եմ ստեղ առանց անձին ձեռք տալու, որովհետև այնտեղ ուղիղ տվյալ կար $23,000 եւ $300,000 դրամի հափշտակներություն կաշառքի վերաբերյալ։ Եվ այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին եւ հարցաքննել եւ վստահաբար առերեսել։
Ինչ վերաբերում է չափերի հետ կապված, պարոն Գաբրիելյան, $8,000 հանգամանքը ընդունում է պարոն Աղազարյանը, բայց մենք շարունակում ենք պնդել 23,000-ի փաստը, որովհետև հակառակ դեպքում, եթե պարոն Աղազարյանը ճիշտ է ասում, որ ինքը տարվա ընթացքում, պարոն Եղվան, ներողություն եմ խնդրում, եթե տարվա ընթացքում փոխառություններ է վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը, պարտավոր է հայտարարագրի 8,000-ը պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք և կապը կհիմնավորեք, մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Այսօր էլ ես այսօր եկել եմ կանգնել եմ այստեղ և ձեզ բոլոր փաստերը ներկայացնում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ կարգավիճակով լսելու։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի պատգամավորներ, պատվարժան պատգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին, պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ է, որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետև դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել, սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի պատգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի պատգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառ այսօր շատ ասեցիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չլներ, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Անընդհատ շահարկվում է, սա կգա հաղորդման ժամանակը կխոսենք արդարացման դատական ակտերի թիվը։ Գիտեք ինչքան է։ 1.8%։ Եվ ես մանրամասն կխնդրեմ, որ ծանոթանաք մեղադրանքի դրվագներին։ Մենք շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել եւ շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ 40% ավելի, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է։ Եվ այս առումով կխնդրեմ, երբ որ մենք մեղադրանքի մասին ենք խոսում, հա, ես հասկանում եմ քաղաքական ամբիոնը, քաղաքական հարթակը եւ այլն, իհարկե սա շատ հարմար առիթ է, որպեսզի մյուս բոլոր մեղադրանքների վրա ստվեր գցենք եւ այլն, չմոռանանք, որ գործ ունենք փաստերի հետ։ Հիմա ես կարող եմ ծերից ծեր ընթերցել բոլոր ապացույցները, բայց չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Տրամադրված է 20 օր առաջ, տրամադրված է ամենայն մանրամասնությամբ։ Մեկ-մեկից քննադատում են փաստաբանները, ասում են դե արդեն պատրաստի մեղադրանքով ես գնում, չէ, հարգում եմ ազգային ժողովի ժամանակը, որովհետև ինձ հարցեր են տալիս, ես էլ այդ հարցերի պատասխանները պիտի ունենամ։ Եթե ես որևէ հարց մոռացա, խնդրում եմ ինձ այդ մասին ասել։ Իմ մոտ տպավորություն էր, որ չեմ մոռացել որևէ հարց։ Ինչպես